որ դուք էլ մեզ հետ արդեն առավել քան 2 ժամ է, չեք տեսնում, որ հոգևորականները դուսնան եւ ազատ ստանձնում ենք համապատասխան դիմումի հիման վրա ներսում գտնվող հոգևորականների շահերի պաշտպանությունը։ Հիմա դուրը ծեծեցինք, տեսակ, որպեսզի գրասենյակ մուտքագրենք այդ պրիմիտիվ դիմումը, նույնիսկ դա խոչընդոտ դարձավ, նախադեպը չունեցող իրավիճակ է։ Նայեք, նաև իրենց շահերի պաշտպանությունն ենք ցանկանում ստանձնել գրավոր ընթացակարգով տեղեկացնելով քննչական մարմինների։ Չէ, ասեցին, որ բանը անվտանգության աշխատակիցը ասեց, որ դրան մասին նույնպես պետք է տեղյակ պահենք։ Պահեցիք, հիմա կարող եք փորձել։ Հիմա պահեցիք, հիմա փորձենք, եկեք։ Բայց մեկ րոպե մենք պետք է ներեք էլի լայվում ենք։ Դիմումը հանձնում հայտնեցիք արդեն։ Ընդմիջմա ժամ, հա, լավ, մի ժամ շահեցին, որպեսզի այս դիմումը մենք այս պահին այս դիմումը էլեկտրոնային տարբերակով քննչական կոմիտեի մեյլին հասցեագրենք։ Եկեք սկանավորենք։ Նավակի մեջ ենք, հանգիստ աշխատենք։ Պաշտպանությունը ընդմիջում չի ճանաչում հարգելն էս բոլորիդ հայտնի է։ Մենք հիմա այդ դեպքում կսկանավորենք դիմումը եւ կուղարկենք քննչական կոմիտեի պաշտոնական մեյլին եւ կփորձենք հետեւողական լինել, տեսնել ինչու է խոչընդոտվում մեր կողմից ներգրավումը։ Ասեմ, որ փաստացի այն փաստը, որ բերվածները իրենք այս պահին իմ գնահատման բերվածի կարգավիճակ ունեն, այս 6 հոգին ըստ էության բերվածները օգտվում են մեղադրելի բոլոր վերաբերելի իրավունքներից, այն որ նրանց ազատ տեղաշարժը այս պահին սահմանափակված է, արդեն խոսում է այն մասին, որ նրանք ձերբակալված են փաստացի։ Եթե նրանք իրենց կամքով չեն կարողանում դուրս գալ քննչական մարմնից, խոչընդոտվում է մեր ներգրավումը, այստեղ բնականաբար միտում կա հարգելներս։ Ում անուններն են ներառված ներգրավելու համար։ Ներգրավելու համար ներառված են, որ մի քիչ խոսափողների իջեցնեք, ընթերցեմ, Տեր Փարենի, այսինքն Անդրանիկ Առաքելյանի, Տեր Մանուկ Գևորգ Զեյնալյանի, Տեր Հայկ Էդուարդ Սահակյանի, Տեր Մկրտիչ Գարսևան Երանյանի, Տեր Ղևոնդ Արարատ Գաբոյանի եւ Տեր Հայկ Վարազդատ Քոչարյանի, Տեր Համբարձում Գարեգին Դանելյանի շահերի պաշտպանությունը ստանձնելու համար։ Երեք փաստաբան եք։ Այո, Տիկին Ֆարմանյանը Մարինե, Տիկին Շուշանը Հարությունյան եւ ես Արմենե Ֆանյանը։